Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական անգամ ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ, բոլոր ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխանող համապետական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, սա կարծում եմ հերթական անգամ գալիս է փաստելու, որ ժողովրդավարական գործընթացները եւ առաջին հերթին ազատ եւ արդար թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այլևս երբեք թույլ չի տա այն ընտրական գործընթացների խախտումները, որոնց մենք ականատես ենք եղել մինչև 2018 թվականը։ Երկրորդ, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երրորդ հերթական անգամ անընդմեջ համապետական խորհրդարանական ընտրություններում երկրի կառավարումը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վստահելու համար, այս փաստը, որ երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձևավորել կառավարող մեծամասնություն, իհարկե շատ խոսուն է եւ մյուս կողմից իհարկե շատ պատասխանատու եւ շատ պարտավորեցնող, մեզ համար պատիվ է ստանձնել այդ պարտավորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եւ ինչպես նախկինում այսուհետ եւս մենք ամեն ինչ անելու ենք, որ մեզ վստահված կառավարումը իրականացնենք եւ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի մշտական հանձնաժողովների նախագահներ, որ համաձայնեցիք այնուամենայնիվ միասնական ձևաչափում անցկացնել այս հանդիպումը, ես կարծում եմ մենք բոլորս դրանից միայն շահում ենք։ Ասեցի արդեն, որ մեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել կառավարության քաղաքականությունը եւ սա իհարկե նաեւ վերաբերում է արտաքին հարաբերությունների ոլորտին։ Ձեր թույլտվությամբ ես այժմ շատ հնարավորինս համառոտ կներկայացնեմ 2025 թվականի ընթացքում ուրեմն բյուջեի կատարումը արտաքին հարաբերությունների ոլորտում եւ այսպես քանի որ նախորդիվ ֆինանսների նախարարության կողմից չհնչեցվեց թվային տվյալները չհնչեցվեցին, ես նախ համառոտ դրանք բարձրաձայնեմ։ Ուրեմն արտաքին հարաբերությունների գործունեության իրականացման համար 2025 թվականի հաստատված բյուջեն կազմել է 18.1 միլիարդ դրամ, իսկ ճշտված բյուջեն 21 միլիարդ դրամ։ Ընդամենը ծախսերը կազմել են 20.961 միլիոն դրամ, 20 միլիարդ եւ 961 միլիոն դրամ։ Ըստ այդմ շուրջ 80 միլիոն դրամ գումար չի ծախսվել եւ տարեվերջին վերադարձվել է պետական բյուջե, այսինքն կատարողականը բյուջետային առումով, ֆինանսական առումով կազմել է 99.6%, սա էլ կարծում եմ բավականին բարձր ցուցանիշ է։ Ինչպես նկատեցիք, ուրեմն փաստացի ճշտված բյուջեն 3 միլիարդով ավել էր հաստատված բյուջեից, ուզում եմ տեղեկացնել, որ այս ավելացումը կատարվել է նախ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի ձեռքբերման նպատակով 1.9 միլիարդ դրամ եւ տարբեր միջոցառումների ավելացման, պակասեցման արդյունքում 0.7 միլիարդ, հիմնականում այսքանը, կան նաեւ այլ ծրագրեր։ Նախարարությունը վստահ եմ քաջատեղյակ եք ունի 5 հիմնական բյուջետային ծրագրեր, 11-28-ը օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում, այստեղ մեզ հատկացված է եղել 14.63 միլիարդ դրամ։ 2025 թվականին արդեն ասեցի, որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել անշարժ գույք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքը, կհիշեք նախորդիվ ձեռք էր բերվել նաև Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքը, մենք այն կարողացանք հիմնովին վերանորոգել, որովհետև շենքը դրա կարիքը ուներ, եւ տեղի ունեցավ հանդիսավոր բացումը նաև Ֆրանսիայի իմ գործընկերոջ մասնակցությամբ եւ այժմ ծառայում է մեր բոլորի շահերին, սպասարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը։
Բրյուսելում եւս նոր շենքը կարծում եմ հետաքրքրի ձեզ չափերով էականորեն գերազանցում է գործողը եւ այս շենքի ձեռքբերումն էլ եւ տարածքի լայնումն էլ բնականաբար կարող եք ենթադրել պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև հարաբերությունների կտրուկ խորացմամբ, կհիշեք դեկտեմբերին մենք 25 թվականի ստորագրեցինք մեր գործընկերության ռազմավարական օրակարգը եւ արդեն ըստ էության շաբաթական, ամսական կտրվածքով տեսնում ենք, թե ինչպիսի նոր բաղադրիչներ են ավելանում Հայաստան Եվրոպական միություն օրակարգում եւ ահա նաեւ կարիք կա ավելի ընդլայնված կազմ ունենալու, ավելի ընդլայնված ֆիզիկական հնարավորություններ ունենալու եւ շենքի ձեռքբերումը պայմանավորված էր սրանով։ Ընդհանուր առմամբ հիշեցնեմ, որ դիվանագիտական ծառայության մարմինների քանակը արտերկրում կազմում է 69, երկուսը Երևանում է, այսինքն մենք ունենք դեսպաններ, որոնք ռեզիդենտ են Երևանում։ ՀՀ-ն ունի 47 ռեզիդենտ դեսպանություն եւ 45 ռեզիդենտ դեսպան, ովքեր համատեղության կարգով հավատարմագրված են ընդհանուր առմամբ 115 երկրում, 65 ներկայացուցչություններից 21-ի ծառայողական շենքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, 14 շենք տրված է անհատույց օգտագործման, մնացածը ուրեմն վարձակալվում են։ Նշեմ նաև, քանի որ ֆինանսական հարցերն են քննարկում, 3 տեղ մենք ունենք հողատարածք, որտեղ պետք է կառուցապատում իրականացվի, 25 թվականին այդպիսիք պլանավորված չեն եղել եւ չեն տեղ ունեցել, շինարարություն չի եղել։ Հաջորդ ծրագիրը, որ ուզում եմ նշել 11-18-ն է, համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ 1 միլիարդ 975 միլիոն, հիշեցնեմ Հայաստանի Հանրապետությունը անդամավճար է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի, կոնվենցիաների եւ 25 թվականին ըստ էության փաստացի փոխանցում է կատարվել 101 կազմակերպության, 12-ը ուղղակի հայտ չեն ներկայացրել։ Միանգամից անցնելով հետաքրքրող հարցին երևի կհետաքրքրի 2025 թվականին մենք չենք փոխանցել անդամավճար հապկում մեր գործունեության մասնակցության եւ մեր մասնակցության համար պարզ պատճառով մենք այդ գործունեությունը մեր մասնակցությունը չենք ունեցել այդ կազմակերպությանը, ինչ է, որպեսզի չթվարկեն բոլոր մեր միջազգային ուրեմն համագործակցության հարթակները, ինչ է նոր այս տարվա համար, մենք Հաագայում կնքված վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին միացանք անցյալ տարի եւ դարձանք ըստ էության 125-րդ անդամ պետությունը մշտական արբիտրաժային դատարանի, կհիշեք նաև հանդիսավոր բացվեց Հայաստանի ազգային աթոռը, այդպիսի արարողություն եւս խորհրդանիշ գոյություն ունի այդ ինստիտուտում, նաև առաջին անգամ մեր պատմության մեջ մենք ընտրվել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 2025-2029 թվականների այդ շրջափուլի համար, այսպիսի բաների մասին սովորաբար առօրյայում քիչ է խոսվում, բայց սրանք նաև ցուցանիշներ են մեր միջազգային ուրեմն բազմակողմ հարաբերություններում մեր ակտիվության եւ մեր հետաքրքրությունների աճի եւ մեր նկատմամբ հետաքրքրությունների աճի, նաև մենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում ընտրվել ենք հաջորդ համաժողովի, այսինքն ծխախոտի COP12 գոյություն ունի, այս COP12-ի հյուրընկալող երկիր եւ արդեն ավելի թարմ զարգացումից Հայաստանի Հանրապետությունը անդամակցեց Խաղաղության խորհրդի ձևավորմանը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի նախաձեռնած կառույցը, հաջորդ ծրագիրը, երրորդ ծրագիրը օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումներ իրականացում 500 միլիոն դրամ, ցանկանայի առանձնացնել միջոցառումները, որոնք մենք մեր նախաձեռնությամբ իրականացնում ենք, հատկապես Երևանյան երկխոսությունը 2025 թվականից արդեն երկրորդ անգամ էր, առաջ անցնելով նշեմ, որ մեկ ամիս առաջ մի փոքր ավելի տեղի ունեցավ Երևանյան երկխոսության երրորդ ուրեմն ֆորումը,
25 թվականի համար այդ Երևանյան երկխոսության համաժողովին մասնակցություն ունեցան 45-ից ավելի պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական, ակադեմիական շրջանակների, խորհրդարանականների, մեդիա հանրույթի, տեխնոլոգիական ընկերությունների, բարձրաստիճան ներկայացուցիչների եւ հանրաճանաչ անձինք, ընդհանուր առմամբ միջոցառում ունեցավ 600 մասնակից, բարձրաստիճան սեգմենտը ներառում էր 16 երկրի եւ կազմակերպության ներկայացուցիչ 27 պանելային քննարկում տեղի ունեցավ եւ 50-ից ավելի երկկողմ հանդիպում հավատացնում եմ հարգելի գործընկերներ այս կարգի միջազգային ֆորումների դիվանագիտական ֆորումների համար սա բավականին լուրջ ցուցանիշ է մանավանդ հաշվի առնելով որ դա ընդամենը երկրորդ անգամ էր անցած տարի այս տարի արդեն էլ ավելի մեծ էր մասնակցությունը 800-ից ավել մասնակից 30-ից ավել պանելային եւ այլ ձևաչափի քննարկումներ, 180 բանախոսներ, շատ ազդեցիկ եւ տպավորիչ թվային ցուցանիշներ ունենք։ Այո, միջոցառումներ ենք կազմակերպել Հայաստանում եւ օտար երկրներում, նաեւ այս տարի կայանալիք COP17-ի շրջանակներում, կենսաբազմազանության COP17-ը, թեև միջոցառումը հիմնական միջոցառումը տեղի ունենալու այս աշնանը, բայց նախորդ տարի եւ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք մի փոքր ավելի փոքր մասշտաբի համեմատած հիմնական միջոցառման հետ միջոցառումներ են կազմակերպվում։ Մյուս ծրագիրը 1050 միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում, սա ըստ էության դիվանագիտական դպրոցին վերաբերող ծրագիրն է, ծրագրային հոդվածը, մենք 12 ունկնդիր ենք ունեցել, 161 անց վերապատրաստվել է, դիվանագետներ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, աշխատակիցներ, շատ կարևոր է, որ դիվանագիտական դպրոցում վերապատրաստում են անցնում եւ մենք ծրագրեր ունենք նաեւ ոչ միայն հայաստանցիների համար, այլև մի շարք բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների, երիտասարդ դիվանագետների համար, սկսած Իրաքյան Քուրդիստան, Իրաք, Մարոկո, Պաղեստին, Սիրիա, Քենիա, Եթովպիա, Նիգերիա, Աֆրիկյան միություն, Ուգանդա, վերջացրած Անգոլայով, հիմա արդեն ուզում եմ առաջանցնելով նշել, որ մենք կազմակերպում ենք դասընթացներ եւ ծրագրեր նաեւ Լատինական Ամերիկայի երկրների համար, հետաքրքրություն կա Արգենտինա, Չիլի, Պերու, Ուրուգվայ, Մեքսիկա պետություններից։ Սա ընդհանրապես ինչով է կարևոր, հավատացնում եմ ձեզ, որ այն դիվանագետները, ովքեր այցելում են Հայաստան, որոշակ ժամանակ են անցկացնում, նաև վերապատրաստման հնարավորություն են ունենում եւ այդ կուրսերն են լսում, նախ ավելի մոտիկից են ծանոթանում Հայաստանին, Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական միջավայրերին, ապա նաև իհարկե գաղտնիք չի եւ զարմանալի չի կապվում են որոշակի Հայաստանի հետ եւ մենք հուսով ենք, որ այս մեր երիտասարդ գործընկերները նաև գործընկերների հետ նաև երկարաժամկետ գործընկերություն կհաստատենք ապագայում, երբ որ նաև նրանք կլինեն ոչ այնքան երիտասարդ դիվանագետներ։ Ընդհանուր առմամբ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք 186 երկրների հետ 25 թվականի ընթացքում 3 երկրներ են ավելացել այս ցանկին, այսինքն ներառված են 186-ի մեջ Լեսոտո, Սողոմոնյան կղզիներ եւ Պակիստան, կհիշեք այդ երկար չարչկված եւ լուծում պահանջող հարցը Հայաստանի Հանրապետության եւ Պակիստանի միջև հարաբերությունների բացակայությունը եւ ահա 25 թվականին մեզ հաջողվեց համաձայնության գալ եւ շատ հանդիսավոր պայմաններում ես իմ պակիստանցի գործընկերոջ հետ ստորագրեցինք համապատասխան փաստաթղթեր եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք միմյանց միջև, երկրների միջև այս տարի թեև չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, այս երկրների շարքը լրացրեց Սամոան 127 պայմանագիր է ստորագրվել 2025 թվականին, 68 արդեն մտել է ուժի մեջ Իհարկե մենք շատ էական ջանքեր ենք գործադրել եւ կշարունակենք գործադրել թվայնացման ուղղությամբ, կարծում եմ սա մի օրակարգ է, մի ուղղություն, որի մեջ կամ որի շրջանակներում ջանքեր պետք է գործադրեն բոլոր գերատեսչությունները, հատկապես քաղաքացիներին կհետաքրքրի հյուպատոսական ծառայությունների թվայնացումը, այստեղ ունենք շոշափելի առաջընթաց եւ առաջիկայում ել ավելի
շոշափելի առաջընթաց կունենանք, ես վստահ չեմ որքանով արժի քաղաքական ուրեմն բովանդակությունը ներկայացնել, բայց շատ հիմնական գծերով, որովհետև կիսատություն կլինի այնուամենայնիվ, որքան էլ որ դուք բոլորդ քաջատեղյակ եք քաղաքական անցուդարձից, արտաքին քաղաքական անցուդարձից 2025 թվականի ամենաեական շոշափելի եւ նշանակալի քայլը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաժողովը, երբ ընդունվեց հռչակագիր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի կողմից եւ դա վկայվեց որպես ականատես ստորագրեց նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը եւ այդ նույն հռչակագրի եւ գագաթաժողովի շրջանակներում ես իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ նախաստորագրեցինք խաղաղության համաձայնագիրը այդ թվում նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը շատ շոշափելի ազդեցություն ունի մեր քաղաքացիների կյանքի համար մի կողմից, այսինքն տնտեսական առումով, քանի որ տնտեսական զարգացման լայն հնարավորություններ բերում, եւ մյուս կողմից այս տնտեսական մեծ հաշվով ծրագիրը նաեւ ունի շատ տեղական քաղաքական նշանակություն, այն միաժամանակ եւ խաղաղության հաստատման հետևանք է եւ միևնույն ժամանակ խաղաղության ամրապնդման եւ շարունակականության երաշխիք, թիվ 1 երաշխիքը ես կասեի, գիտեք, որ արդեն անցած տարի Հայաստանի Հանրապետություն նպատակակետ ունեցող, հա, Հայաստանի Հանրապետություն առաքվող բեռներ են անցել Ադրբեջանի տարածքով, վստահ եմ առաջիկայում փոխադարձաբար Հայաստանի Հանրապետության տարածքով կանցնեն բեռներ Ադրբեջանը, ընդհանրապես շարունակվել է նաև սահմանազատման գործընթացը, հանդիպումներ են տեղի ունեցել, քաղաքացիական հասարակության, փորձագետական հանրույթի ներկայացուցիչներ են միմյանց այցելել, Թուրքիայի հետ մեր երկխոսությունն է շարունակվել, տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղության համար ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումներ, մի շարք այլ հանդիպումներ, այս մասին մենք անընդհատ եւ հանգամանալից մեր հանրությանը տեղեկացրել ենք, վստահ չեմ, թե արժի շատ մանրամասն անդրադառնալ, հաշվի առնելով, որ ձեր 90%-ը կհամարձակվեմ ենթադրել գիշերը այնուամենայնիվ կամ չի քնել ընդհանրապես կամ շատ ուշ է քնել, ուղղակի Թուրքիայի մասը ամփոփելով ասեմ, որ իմ ակնկալիքը եւ կարծիքն է, որ շատ մոտ ապագայում մենք այսպես ամեն ինչ որ փուլում մի շոշափելի առաջընթաց ենք ունենում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով, բայց ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում ըստ էության ամբողջական կարգավորում կունենանք, միայն վերջին իրադարձություն նշեմ, չնայած էլի չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, մենք այժմ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ունենք ուղիղ առևտուր մաքսային իմաստով ուղիղ, աշխարհագրորեն դրան գիտեք դեռևս տեղի ունենում երրորդ երկրների տարածքով ռազմավարական գործընկերությունները 25 թվականին մենք ընդլայնեցինք, էականորեն ընդլայնեցինք ռազմավարական գործընկերների մեր շրջանակը 6 ռազմավարական գործընկերություն հաստատեցինք օրինակ Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, ասիական ուղղությամբ Չինաստան, Ղազախստան, ինչպես կարող եք տեսնել, ընդգրկումը աշխարհագրական եւ նաեւ ինչ որ առումով քաղաքական բաշխվածությունը երկրների բավականին լայն է, սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մենք համառորեն եւ հետեւողականորեն շարունակում ենք իրականացնել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն եւ դա տալիս է կարող եք տեսնել իր արդյունքները այս տարի օրինակ Ֆրանսիա, Բուլղարիա, Խորվաթիա, Լիտվա, Միացյալ Թագավորություն, այս պետությունները եկան համալրելու արդեն նշածս ցանկը Եվրոպական միության հետ ունենք շատ հարուստ եւ աճող օրակարգ, կարծում եմ, որ քաղաքացիներն այստեղ թիվ 1 հետաքրքրող հարցը այնուամենայնիվ վիզաների ազատականացումն է, այստեղ ունենք շատ շոշափելի առաջընթացներ եւ գործընկերները կարծում են, որ սահմանված գրաֆիկով մենք բավականին արագ ենք ընթանում դեպի վերջնական ազատականացում Կրկին կարող եմ նշել այս տարի արդեն տեղի ունեցած եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, կարող եմ նշել Հայաստան-Եվրոպա երբևէ առաջին անգամ տեղի ունեցած արդեն Հայաստան-Եվրոպական միություն գագաթաժողովը եւ բոլոր մնացած ուղղություններով
Եվս մենք շարունակել ենք մեր հետևական քաղաքականությունը, այստեղ ձեր թույլտվությամբ ես կանգ կառնեմ, չեմ առանձին կենտրոնանալ Լատինական Ամերիկա կամ ծոցի երկրներ, նաև կարող եմ արդեն ասել այս տարի ծոցի եւ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ մտահոգիչ են, մենք ցանկանում ենք օր առաջ տեսնել խաղաղություն մեր մեծ տարածաշրջանում եւ դա մեզ հնարավորություններ կտա եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու եւ նոր տնտեսական համագործակցության հնարավորություններ բացատրելու, բացահայտելու, բայց նաեւ չեմ կանգ առնի առանձին տարածաշրջանների վրա, այսքանը շնորհակալ եմ, եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն պարոն նախարար, ես էլ եմ ցանկանում միանալ շնորհավորանքներին եւ շնորհավորել Հայաստանի ժողովրդին ազատ թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների եւ Հայաստանի քաղաքացիներին հերթական անգամ իրենց կամքը ազատորեն իրացնելու կապակցությամբ զեկույցի վերաբերյալ, եթե կան հարցեր նախարարին, հարգելի գործընկերներ, խնդրեմ։ Պարոն Կարապետյան, համեցեք։ Շնորհակալություն, ես էլ եմ ուզում շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին արդար ժողովրդավար ընտրությունների կապակցությամբ։ Պարոն Միրզոյան, թեմայից չշեղվելով հենց բյուջետին վերաբերող մի քանի հարց կուզենայի պատասխան լսել ձեզանից։ Ըստ էության մենք տեսնում ենք, որ ամեն օր, ամեն ժամ մեզ շրջապատող աշխարհը փոփոխվում է, իր քաղաքականությունը նույնպես, եւ մեր բյուջետային ծախսերը ցանկացած ուղղության պարագայում ըստ էության ներդրում է տվյալ ուղղությունը զարգացնելու պարագայում եւ կուզենայի հասկանալ մենք ինչ տրամաբանությամբ ենք այդ բաշխումները անում, որովհետեւ 20 միլիարդ բյուջե նշեցիք, եթե օրինակ 20 չլիներ, այլ 40, դրա արդյունավետությունը արդյոք էլ ավելի կրկնակի բարձր կլիներ, թե մենք ըստ էության առավելագույնը անում ենք եւ դրա համար անհրաժեշտ ծախսն է այդքան, որովհետեւ կարևորությունը ըստ երևույթին քիչ պակաս չի, քան օրինակ ռազմական զարգացումը պետության եւ այդ առումով այս տրամաբանության եւ ձեր վերլուծությունների արդյունքում ձևավորված ծախսային ուղղությունների վերաբերյալ կուզենայի հասկանալ ինչ տրամաբանությամբ ենք աշխատում։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցի համար։ Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտին եւ այդ քաղաքականություն իրականացնող գերատեսչության արտաքին գործերի նախարարությանը արվող ֆինանսական միջոցները այնուամենայնիվ մեծապես արտացոլում են եւ համապատասխանում են մեր հավակնություններին եւ հնարավորություններին, եւ եթե այդպիսի տարբերություն կա, իրականում կա տարբերություն մեր հավակնությունների հնարավորությունների մի կողմից եւ հատկացվող ֆինանսական միջոցների, բայց այդ տարբերությունը ամենևին այնպեսին չի, ինչպեսին դուք նշեցիք ձեր հարցադրման մեջ, եւ այդ տարբերությունը մշտապես լինում է բոլոր երկրների, բոլոր գերատեսչությունների պարագայում վստահ եմ։ Մենք ստանում ենք կառավարության մյուս գերատեսչությունների նաև վարչապետի աջակցությունը բոլոր կարևորագույն ուղղություններում, քիչ առաջ ինքս նշեցի նույնիսկ նոր դեսպանությունների բացում, նոր դեսպանությունների շենքերի ձեռքբերում եւ այլն, այս ամեն ինչը եղել է, այս ամեն ինչը նաեւ երբ որ կանդրադառնանք որոշ ժամանակ անց 26 թվականի բյուջեի նախագծին կտեսնեք նույն մոտեցումը 26 թվականի բյուջեում, այսինքն մեծ հաշվով ինչ որ մենք ուզում ենք, մենք կառավարության եւ ֆինանսների նախարարության աջակցությամբ կարողանում ենք իրականացնել եւ չունենք այդպիսի շոշափելի բաց եւ չեմ կարծում թե օրինակ 40 միլիարդը շատ նպատակարար կլիներ այս պահին հատկացնել արտաքին գործերի նախարարության եւ հատկացնելու պարագայում արտաքին գործերի նախարարությունը կկարողանար ամբողջությամբ իրականացնել 40 միլիարդով նախատեսված ծրագիրը, բայց մենք աստիճանական եւ հետեւականորեն շարունակելու ենք նախ ավելացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը, օրինակ մենք դեսպանություն բացեցինք Կիպրոսում, դեսպանություն բացեցինք Հունգարիայում, դեսպանություն կամ դիվանագիտական գրասենյակ բացեցինք Լյուքսեմբուրգում, հիմա հնդածս մի քանիսը գուցե մոռանում եմ, թող մեր գործընկերներին ներող լինեն, շարունակելու ենք այս քաղաքականությունը։ Մենք շենք ձեռք բերեցինք Փարիզում, մենք շենք ձեռք բերեցինք Բրյուսելում, մենք շենք ձեռք կբերենք այլ մայրաքաղաքներում եւս շարունակվելու է այս քաղաքականությունը եւ այլն եւ այլն։ Արձագանք ունեք, պարոն Կարապետյան։
այլ հարցեր։ Ես ուզում եմ ուրիշ բան էլ անդրադառնամ, այս որտեվ շատ ուրիշ բան էլ նշեմ, մի այլ կտոր էլ անդրադառնամ, այս տարի արդեն քիչ մի ամիս առաջ, եթե չեմ սխալվում, ամիս էլ չկա, շաբաթներ առաջ դուք հարգելի խորհրդարանական գործընկերներ ընդունեցիք մեր ներկայացրած օրենքի նախագիծը, որով օրինակ էականորեն բարելավվեց արտերկրում դիվանագիտական ծառայություն անցնող մեր դիվանագետների ֆինանսական վիճակը, բարելավեց այն իմաստով, որ շատ անարդար վիճակ կար, նրանց վարձատրությունը էականորեն զիջում էր Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես նույն ուրեմն հաստիքը պաշտոնը զբաղեցնող դիվանագետների աշխատավարձին, եւ հիմա մենք այդ թերությունը շտկեցինք, տարիներ գոյություն ունեցած թերությունը եւ հավասարեցրեցինք այդ դրույթը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից 27 թվականին։ Հայ 26 թվականի բյուջեի մասին չի խոսում, նախագծի 27 թվականի ես շփոթվեցի կներեք։ Այլ հարցեր, եթե այլ հարցեր չկան, շնորհակալ, հա, համեցեք պարոն Հակոբյան։ Շնորհակալ եմ, շատ կարճ, պարոն Միրզոյան, տեխնիկական հարց ավելի շատ, ես կուզեի Ղազախստանի դեսպանատան ճակատագրի մասին ասեիք, որովհետև այնտեղ հողատկացումը արդեն երկար ժամանակ է եղել եւ Հայաստանի Հանրապետությանը միայն շինարարությունն է մնում իրականացնել, կուզեի իմանալ ինչ փուլում է այդ ծրագիրը։ Շնորհակալություն։ Իրավացի եք, ես նշեցի, պարոն Հակոբյան, մենք ունենք 3 մայրաքաղաքներում հողատարածք, որտեղ պետք է կառուցենք դեսպանություն, այսինքն չկա շենքը կա միայն հողը, եւ նրանցից մեկը Ղազախստանն է, ընդ որում սա վերաբերում է մեր ռազմավարական գործընկերոջը, Ղազախստանը կենտրոնական Ասիայում մեր հիմնական պարտներներից է, մենք ապաշրջափակման եւ տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների զարգացման ոլորտում կարծում եմ, որ կարող եմ ենթադրել, որ ավելի շատ համագործակցություն կտեսնենք Ղազախստանի հետ, Ղազախստանը մեր գործընկերն է ԵԱՏՄ-ում, հետեւաբար կարեւորությունը ակնհայտ է այս երկրի հետ մեր հարաբերությունների։ Այս պահին կարող եմ ասել, որ շինարարություն չի ընթանում եւ 27 թվականի բյուջեի նախագծում էլ այդպիսի բանը նախատեսված չի, բայց սա մի հարց է, որը պետքա չմոռանանք եւ աչքաթող չանենք եւ այն պահից, երբ որ այս հարցի շուրջ ըմբռնում կձևավորենք մեր գործընկերների հետ կառավարությունում, այս հարցը եւս առաջ կգնա։ Համեցեք Տիկին Ղազարյան։ Պարոն Միրզոյան, շնորհակալ եմ զեկույցը մանրակրկիտ ներկայացնելու համար, վարչապետը քարոզարշավի ընթացքում երևի վերջին օրը հայտնեց, որ մեր ապրանքներն այլևս կարող են գյուղատնտեսական տիպի ապրանքները մուտք գործեն առանց Մաքսատուրքի Եվրոմիություն, կխնդրեի դուք մանրամասնեիք, որովհետև գիտենք, որ գյուղատնտեսական ապրանքներն իրանք պաշտպանված են առհասարակ Եվրոմիության տարածքում, արդյոք սա քաղաքական որոշման արդյունք է։ Շնորհակալ եմ, նաև շնորհակալ եմ գնահատականի համար, թեև չէի համաձայնվի զեկույցը, որ ես ներկայացրեցի, ամենևին մանրակրկիտ չէր, ես վստահ չեմ, որ դուք կդիմանայիք մանրակրկիտ զեկույցի ներկայացմանը, բայց ասելիք շատ կա, խնդրում եմ սա մեծամտություն չհամարել։ Ինչ վերաբերում է բուն հարցին, այո, իհարկե քաղաքական որոշում է, եւ մենք տեսնում ենք Եվրոպական միության մեր գործընկերների կողմից ամենաբարձր մակարդակով եւ նաեւ անդամ պետությունների կողմից մեծ պատրաստակամություն աջակցել Հայաստանի Հանրապետության ուրեմն տնտեսական, քաղաքական դիմակայուն, ժողովրդավարական դիմակայունությանը եւ նաեւ աջակցել Հայաստանի Հանրապետությանը ապահովել տնտեսական այդ բազմազանությունը, դիվերսիֆիկացիան, որի մասին շարունակաբար խոսում ենք, մենք ունեցանք քաղաքական պայմանավորվածություն, մենք ունեցանք քաղաքական հավաստումներ, չեմ ուզում մանրամասնել, օրեր առաջ եւ այս օրերին ա տեղի ունենում ամեն ինչը, ինքներդ վստահ եմ հիշում եք, մենք ունեցանք որոշ տեսակի գյուղատնտեսական ապրանքների արդեն առաքումներ եւ սպառում եվրոպական շուկայում, օրինակ ծաղիկները լավագույն օրինակն են Լատվիայում, այլուր եւս Նիդերլանդները, որը հասկանում եք ծաղիկների առումով բավական լուրջ ավանդույթ ունեցող պետություն է, հա Նիդերլանդները 3 հայտարարեցին, այո, որ պատրաստ են բացել իրենց շուկան Հայաստանում աճեցված ծաղիկների համար, սա
այսպես թվարկում ենք բաներ զեկույցի ընթացքում, ասում ենք բաներ, որոնք թվում է թե այդպես շարք են լավ լուրերի կամ բայց ոչ շատ կարևոր, իրականում ասենք շատ էական մեծ քայլ է արված, օրինակ նույն Եվրոպական միության, նույն Նիդերլանդների թագավորության կողմից Հայաստանի նկատմամբ, հատկապես օրինակ Նիդերլանդները ծաղիկի առումով, եւ այս ավելի կոնկրետ մնացած պայմանավորվածությունները, որի մասին դուք հարցնում եք, քննարկման փուլում են, ընդհանուր քաղաքական ըմբռնում կա Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ, ընդհանուր քաղաքական պայմանավորվածություն եւ համաձայնություն կա, մենք մտնում ենք, ես կարող եմ ասել, տեխնիկական ձևակերպումների փուլ, կոնկրետ որ ենթադրենք լոլիկի մասով Եվրոպական միություն ինչպիսի ընդառաջ քայլ է անում եւ այլն եւ այլն օրերի ընթացքում եւ առաջիկա շաբաթների ընթացքում, բայց նաեւ երկարաժամկետ հարգելի գործընկերներ, դուք եւ մեր գործարարները եւ նաեւ ողջ հայ հանրությունը, հայաստանյան հանրությունը կտեղեկացվեք շատ կոնկրետ այս դեպքի հետո, այն դեպքի հետո, այն դեպքի այն ապրանքի մասին, բայց քաղաքական համաձայնությունը եւ ճանապարհը կա։ Պարոն Միրզոյան, լոգիստիկ առումով ինչպես են մեր ապրանքներն հասնում ձեր կողմից նշված երկրներ, որտեղ սա էլ է կարևոր։ Տարիներ շարունակ մեր միակ ճանապարհը դեպի Եվրոմիություն եղել է Վրաստանի միջոցով եւ նկատելի է Թուրքիայի կողմից այս առումով լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որպես մեր եվրոինտեգրման օրակարգի մերձեցում, եւ երկրորդը կներեք, որ մի քիչ չարաշահում եմ, օրեր առաջ տնտեսվարողները Թուրքիայում էին, հայ տնտեսվարողները, եւ սա աննախադեպ բովանդակային փոփոխություն է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Ես կուզեի, որովհետև թվում է, թե քարոզարշավի ժամանակ շատ կարևոր տեղեկատվություն կորում է, այս մասին խոսեիք։ Ես շնորհակալ եմ այդ հարցը տալու եւ հիշեցնելու համար։ Իսկապես մենք սենց խոսում ենք եւ թվարկում ենք բաներ, այս եղավ, որը եւ կարող ենք ներկայացնել մի շարք, որի ամեն առանձին վերցրած կտորը մի շատ էական փոփոխություն է, շատ էական առաջընթաց է։ Ընդհանրապես կարող են գնալ հայկական բեռները օդանավով, ասենք Եվրոպական միություն կարող են գնալ Վրաստանի տարածքով, այնուհետև կարող են գնալ Թուրքիայի տարածքով, հա, այդպես։ Այլ տարբերակներ էլ կարան լինեն, բայց պակաս ռացիոնալ։ Օրինակ, չգիտեմ, հասնեն ծոց եւ բան, մենք իրատեսական եւ արդյունավետ ճանապարհներն ենք քննարկում։ Հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցավ շատ լուրջ հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների միջև, հանդիպումը կազմակերպված էր Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների մասնակցությամբ, առևտրային պալատների մասնակցությամբ եւ կողմից, եւ պետք է ասեմ, որ այս հանդիպումը էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած, ասենք, չգիտեմ, շփումներից գործարար, որովհետեւ շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաեւ օրինակ Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից շատ էական մեծ հետաքրքրություն եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է այս առումով, ես ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում, ես տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների կողմից եւ միջև, եւ ես ուրախ կլինեմ, վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, կտեսնենք այդ խոսակցության նյութականացումը եւ շոշափելի պտուղները, մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեն վստահություն հայտնել մեծ հաշվով չի կանգնելու եւ բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է նաեւ քաղաքական լավ արդյունքներ։ Շնորհակալություն, պարոն նախարար, զեկույցի համար։ Շնորհակալ եմ։